Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք։ Օգոստոսի 21-ից 28-ը 13-րդ անգամ կիրականացվի Ֆրեսկո արդի արվեստի եւ հոգեվոր ֆիլմերի փառատոնը, որի նպատակն է հոգեվոր եւ մշակութային երկխոսության միջոցով նպաստել հանրության մեջ սիրո, համերաշխության եւ մարդասիրական արժեքների տարածմանը։ Ամեն տարի փառատոնը իր շուրջ է համախմբում տարբեր երկրներից, կինոգործիչներից, երաժիշտների, հոգեբանների, ուսանողների եւ այլ արվեստի ներկայացուցիչների, ովքեր են լինելու այս տարի հյուրեր եւ ինչպիսի ծրագրով կներկայանա փառատոնը, կխոսենք մեր հյուրի հետ։ Ֆրեսկո փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյան։ Բարի լույս, շնորհակալություն հրավերի համար։ Ենք շնորհակալ։ Տարբեր առիթներ ունենում ենք ձեզ հյուրընկալել մեր տաղավարում եւ գիտենք թե ինչքան կարեւոր եւ մարդասիրական աշխատանք եք իրականացնում ձեր տարբեր գոյության շրջանակներում եւ ինձ հետաքրքիր է խոսենք փառատոնի մասին։ Եկեք խոսենք Ֆրեսկո փառատոնից, ինչպես է ծնվել գաղափարը 13 տարի շարունակ, ինչով է զբաղված եղել այս կառույցը։ Շնորհակալություն։ Վերջին տարիներին փառատոնը իրականացնում է երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ, հենց ՊՕԱԿ-ն է գործում է նախարարության ենթակայությամբ եւ պատահական չի, որովհետեւ մեր կառույցը ապահովում է գեղարվեստական կրթություն շուրջ 950 երեխաների համար արվեստի ոլորտում եւ հենց ֆրեսկոն, այո, ինչպես նշեցիք, արդեն 13-րդ տարին է իրականանում եւ հիմնական գաղափարն էր նաեւ ինտեգրելու հատուկ կարիք ունեցող անձանց եւ սոցիալական ուղղվածությունների սկզբանե փառատոնը։ Փառատոնը իր մեջ ներառում է ֆիլմերի դիտումներ, ցուցահանդեսներ, վարպետության դասեր, ճամբարներ եւ ձևաչափը այնպես էր մտածված, որպեսզի բացօթյա տարածքներում լիներ, դահլիճներից դուրս գայինք եւ ստեղծվեր հարթակ, որտեղ որ յուրաքանչյուր թե սկսնակ, թե արդեն կայացած արվեստագետ կարողանար ինքնադրսևորվելու եւ հանրության համար հասանելի լիներ։ Եվ ոչ միայն մայրաքաղաքում է իրականանում, այլ ամեն տարի մենք տարբեր համայնքներում, մարզերում ենք իրականացնում եւ իր ուրախություն մեզ ամեն տարի մեր երեխաները նաեւ ինտեգրվում են այս փառատոնում։ Այս տարի մեր բացման արարողությունը կլինի Լոռու մարզում, Սպիտակ քաղաքում, որտեղ մենք եւս ունենք մասնաճյուղ եւ նաեւ կհյուրընկալվեն մեր մյուս կենտրոնի երեխաները Ստեփանավանից, Վանաձորից, Գյումրուց եւ այլ տեղերից։ Ֆրեսկոն նպատակ ունի հոգեվոր եւ մշակութային երկխոսության միջոցով հանրության մեջ տարածել սեր, համերաշխություն եւ մարդասիրական արժեքներ։ Ինչպես է այս տարի արվեստի ու կինոյի լեզվով իրականացվելու այդ երկխոսությունը։ Սովորաբար մենք ցուցադրում ենք այնպիսի ֆիլմեր կամ արվեստի նմուշներ, որը որ անդրադառնում են մարդկային արժեքներին, խնդիրներին, սոցիալական խնդիրներին եւ դրա շուրջ քննարկումներ են իրականացվում եւ այստեղ արվեստագետ հանդիսատես կապը շատ բաց է, որտեղ որ կարող է այդ շփումը տեղի ունենալ եւ այս տարի մենք ընտրել ենք շուրջ 35 ֆիլմ ավելի քան 20 երկրներից, հենց այդ ֆիլմերում մենք անդրադառնալու ենք այն հուզիչ հարցերին, որը որ այսօր հա մտահոգում է մեզ, կամ այն մոտիվացնող ֆիլմերին, որոնք ներառականության մասին են, ընտանեկան արժեքների մասին են եւ քննարկումներ են կազմակերպում ֆիլմերից հետո փառատոնը նաև նշեմ, որ վերջին տարիներին հյուրընկալվում են նաև այլ փառատոնների տարբեր երկրներ։ Այս տարի մենք մասնակցել ենք Չեխիայում մարդու իրավունքներին նվիրված փառատոնի, Լեհաստանում Սակրոֆիլմ փառատոնին, Իտալիայում Տերնի փառատոնին, որտեղ որ նաև առիթ է ներկայացնելու ֆրեսկոյի ձևաչափը, նաև հանրահռչակելու մեր ուրեմն արվեստը, ինչու ոչ նաև այդ ուղղվածությամբ, եւ այս համագործակցությունը շատ կարեւոր է մեզ համար, որովհետեւ փորձի փոխանակում է իրականանում եւ այդ համագործակցության արդյունքում ծնվեց մի նախագիծ, որը այս տարի եւս կանենք, սեմինար, թե ինչպես օգտագործել արհեստական բանականությունը, ներառականությունը մշակութային ոլորտում ապահովելու համար, դա սուրդո թարգմանություն, սուֆլո թարգմանություն, տիտրերի, շրջակա
կա միջավայրի հարմարեցման, ինֆորմացիայի տարածման եւ այլ հարցերի շուրջ, որտեղ մեր գործընկերները բավականին մեծ փորձ ունեն, քանի որ մոտ 2000 կամավոր է մասնակցում այդ փառատոնին, որը աջակցում եւ ապահովում է այդ միջավայրը եւ այդ առիթը կունենանք, որպեսզի նաեւ թե մեր աշխատակազմը, թե ցանկացած ուրեմն մասնակից կկարողանա գալ եւ մասնակցել այդ սեմինարին եւ իր համար ինչ որ կարեւոր գիտելիքներ ձեռք բերել։ Ամեն տարի փառատոնը համախմբում է կինոգործիչների, երաժիշտների, հոգեբանների, ուսանողների եւ արվեստի այլ ներկայացուցիչների տարբեր երկրներից։ Ովքեր են լինելու այս տարվա հյուրերը եւ ինչպիսին է մասնակիցների աշխարհագրությունը։ Ամեն տարի մենք ստանում ենք տարբեր երկրներից ֆիլմերի հայտեր, որոնք որ ընտրվում են, որը որ համապատասխանում է մեր ձևաչափին։ Այս տարի նշեցի, որ փառատոնը լինելու է ներառականության ուղղվածությամբ, ուստի ֆիլմերի բովանդակությունը ավելի ընտրել ենք այդ մասով եւ ֆիլմերը, որ երկրներից որ ընտրվում են, մենք հրավեր ենք ուղարկում, նաեւ ունենում ենք հատուկ հյուրեր, ինչպես նշեցի, որ մենք ունենալու ենք Չեխիայից գործընկեր, այս տարի կունենանք հյուրեր Չեխիայից, Լեհաստանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից, այսինքն դա հյուրերի ընտրությունը կախված է թե ինչ միջոցառումներ պետք է ունենանք, թե որ երկրներից են ընտրվել այդ ֆիլմերը եւ իհարկե մեր նաեւ հայկական մասնագետներն են ներկա գտնվում որպես հյուր եւ թե մեր երեխաների համար են ամեն տարի վարպետաց դասեր իրականացնում եւ ցանկացած յուրաքանչյուր ով կցանկանա մասնակցի հենց ֆրեսկոյի ձևաչափի սկզբանե այդպեսին էր ընտրված, որ լինի բոլոր միջոցառումները մուտքնազատ, որպեսզի հասանելի լինի հատկապես մարզերում, այդ իսկ պատճառով մենք ընտրեցինք այս տարի Սպիտակ քաղաքը, մեր սիրելի, որտեղ որ մեր երեխաներից նաև կան խմբակներից են գործում եւ կլինի համերգային ծրագիր, բացման արարողությունը կլինի օգոստոսի 21-ին ժամը 20:30 Վանաձորի երգի պարի անսամբլի մասնակցությամբ հորովել տիրուհիներ պարային ներկայացմամբ հրավիրում ենք բոլորին, շատ գեղեցիկ միջավայր է, պուրակ է Սպիտակում, որտեղ որ այդ բացման արարողությունը կլինի, ֆիլմի ցուցադրություն կլինի նաև հյուրերի հետ առիթ կլինի նաև շփվելու, զրուցելու տարբեր թեմաների շուրջ։ Քանի որ խոսեցիք ֆիլմերից եւ ես վստահ եմ, որ մեր հեռուստադիտողներից շատերը ցանկանալու են եւ անպայման կգան միջոցառմանը, բայց բոլորը նրանք, ովքեր հնարավորություն չունեն կամ երկրում չեն, ես կխնդրեմ այսպես նաեւ ուղիղ եթերում մի քանի ֆիլմերի անուններ, որոնք օրինակ պարտադիր դիտման են, եթե անգամ դες չկան այնպիսինք, ովքեր տեղյակ չեն խնդրի մասին կամ որևէ կերպ չեն բախվել դրան ժամանակակից հասարակության մեջ, բայց մի քանի ֆիլմերի անուններ կամ ձեր սիրելիները, որոնք հենց գաղափարը ծնվել է, որ պետք է այս ձևաչափով լինի, առանձնացրել եք։ Ֆիլմերը այսպես դժվարանում եմ մի ֆիլմ, երկու ֆիլմ, որտեղ գրեթե բոլոր ֆիլմերը սիրված են եւ կարեւոր են, տարբեր թեմաների շուրջ են։ Նշեմ, որ ֆիլմերը իրենք մենք քանի որ իրենք փառատոնի շրջանակում են ցուցադրվում, նրանք ոչ հեռուստատեսությամբ եւ ոչ ինտերնետային որպես սոցիալական ցանցերում տեղադրված չեն եւ հասանելի չեն, միայն փառատոնի շրջանակում կարող են դիտել մասնակիցները։ Կարող եմ ասել, որ այսպես տպավորիչ ֆիլմեր, որոնք որ փառատոնի, այսպես պատմության մեջ մեր մեջ մնացել ու սիրվել է, ու երբեմն նույնիսկ կրկնում ենք, դա Լարեր ֆիլմն է, որը մուլտֆիլմի տեսք ունի, որը իրական պատմության հիման վրա է նկարահանված, իսպանական ֆիլմ է, ներառականությանն է նորից նվիրված, կարող եմ նաև նշել այսպես գլխից մեզ տարբեր շատ ֆիլմեր են գալիս, բայց փաստացի արվում է կինոարտադրության մեջ աշխատանք, իսկ հայկական շուկայում ինչպիսին է կարգավիճակը։ Ես ընդհանրապես օրինակ մի ֆիլմ գիտեմ, ներառական կրթության մասին, չարհասրակ, յուրահատուկ երեխայի մասին մի ֆիլմ, ռեժիսոր Ելենա Արշակյանի Նունիկ ֆիլմի մասին է խոսքը, ես ընդհանրապես այդ մեկը գիտեմ ցավոք սրտի, թե բարեբախտաբար։ Կամ փառատոնի շրջանակներում ներկայացված նաև օրինակ հենց այդ ֆիլմը, հայկական կինոարտադրությունը ինչ կարգավիճակում է այդ մասով։ Կան ֆիլմեր, այո, շատ ֆիլմեր են մասնակցել փառատոնին,
ոչ միայն գեղարվեստական ֆիլմեր, այլ վավերագրական ֆիլմեր են մասնակցել։ Իհարկե, հենց փառատոնի նպատակներից մեկն է նաև խրախուսել սոցիալական ֆիլմերի արտադրությունը եւ առհասարակ, երբ մենք ասում ենք ներառական ֆիլմեր, ավելի լայն հասկացություն ենք այստեղ հասկանում, ոչ միայն հատուկ կարիքներ ունեցող մասին է, այլ ներառականությունը իր արժեքները շատ ավելի լայն են, դա տարբեր լեզուներով խոսող մարդկանց մասին է, դա տարբեր մշակույթներ ներկայացնող մարդկանց մասին, այսինքն փառատոնում շատ լայն սպեկտր է ներկայացվում ֆիլմերի։ Այս տարի մենք անդրադառնալու ենք նաև միջոցառման միջոցով, ոչ միայն ֆիլմերի, մենք ունենանք ներկայացում, որը Գյումրի երիտասարդական թատրոնն է մասնակցելու, նախորդ տարի էլ մենք ունեցանք ներկայացում, որտեղ նաև մեր երեխաներն էին ներառվել, այստեղ Պարուհու մասին է լինելու ներկայացումը, հենց անվանումը Պարուհի է, Լուի Ֆյուլերի կենսագրության մասին է, որը որ արտաքնի հետ կապված առանձնահատկություն եղել եւ բուլինգի է ենթարկվել կամ որոշակի խնդիրներ է ունեցել, հենց ներկայացման միջոցով նաեւ կանդրադառնանք այս խնդիրներին, շատ տարբեր ուրեմն մոտիվացնող նաեւ ֆիլմեր են, այսինքն ֆիլմերի բովանդակությունը շատ լայն է։ Ինձ հետաքրքիր է ինչ կարգավիճակում է գտնվում, քանի որ ներառականության մասին է խոսքը, մի փոքր նաև այսպես կտրվելով փառատոնից, ինչպիսին է հիմա մեր կարգավիճակը, ավելի տեղեկացվածության մակարդակը ինչ փուլում է երեխաների դեպքում, ծնողների, նաև ուսուցիչների, քանի որ առաջին կոնտակտը այսպես լինում է դպրոցում։ Կարծում եմ, որ մենք քայլ առ քայլ գնում ենք դեպի ներառականության միջավայր, վերջին տարիներին մեր կազմակերպությունը իրականացնում է ներառականությունը մշակութային ոլորտում ծրագիրը, որը Հայաստանի արվեստի եւ երաժշտական դպրոցների մանկավարժների համար է, եւ հենց նաեւ օգոստոսին ունենալու ենք հյուր Նատալը Կրելը, ում հետ հանդիպում կունենան մեր մանկավարժները, եւ շատ կարեւոր է թե միջոցառումների, թե սեմինարների, թե ֆիլմերի, այս խրախուսումը եւ տարածումը ներառականության արժեքների եւ նաեւ գիտելիքների, որպեսզի թե դպրոցներում, թե արվեստի եւ երաժշտական այս միջավայրերում մենք ապահովենք այդ ներառականությունը, մենք կարծում եմ քայլ առ քայլ գնում ենք առաջ, որովհետեւ եթե մի քանի տարի առաջ դեռ մենք խոսում էինք կարծրատիպերի եւ այլ հարցերի շուրջ, հիմա արդեն գործնական աշխատանքներ են սկսվել, որովհետև հենց դասընթացներից հետո մենք գիտենք շատ մանկավարժներ եւ մեր մանկավարժներից ոմանց հետ հենց այստեղ եթերում մենք դուք հյուրընկալել եք, ովքեր պատմել են, որ սկսել են աշխատել հատուկ կարիք ունեցող երեխաների հետ եւ երեխաները հենց վերջերս համերգային ծրագրեր էր, որ բեմի վրա ելույթ էին ունենում։ Կարծում եմ, որ համատեղ աշխատանքով մենք պետք է քայլենք այո դեպի ներառականություն։ Իսկ որտեղ կարող են քաղաքացիները եւ մեր քաղաքի հյուրերը ծանոթանալ ծրագրին եւ մասնակցել փառատոնի միջոցառումներին։ Մեր պաշտոնական կայքը fresco.am, այնտեղ տեղադրված է ծրագիրը եւ սոցիալական ցանցերի միջոցով, Fresco International Festival, եթե այդպես գրեն, ապա մեզ կգտնեն այնտեղ, մենք շատ ակտիվ ենք այդ հարցում եւ նաեւ բոլոր, ինչպես նշեցի, միջոցառումների մուտքն ազատ են, կարող են գալ եւ մասնակցել։ Իսկ ինչպիսին է, եթե այսպես ավելի ընդհանրացակ փորձենք խոսել, օրակարգը նշեցիք, որ համերգային ծրագիր է լինելու, տարբեր դասընթացներ են լինելու, փորձի փոխանակում է լինելու, եթե այսպես մոտավոր փորձենք նաև օրերով բաշխել, որ մեր հեռուստադիտողներից շատերն էլ տեղեկանան, օրինակ, բնականաբար ցավոք սրտի չեն կարող 7 օրերն էլ այսպես ինտենսիվ գալ, յուրաքանչյուրը իր հետաքրքրության շրջանակը գտնի։ Երեք օր մենք կլինենք Լոռու մարզում, Սպիտակում, ամեն օր կլինեն համերգային ծրագրեր եւ ֆիլմերի դիտումներ, որից հետո մենք Երևան կվերադառնանք եւ արդեն այդ 4-5 օրերի ընթացքում Երևանում կլինեն վարպետության դասեր, ֆիլմերի դիտումներ եւ նաեւ շատ այլ հետաքրքիր նախագծեր, կարող եք հետեւել մեր սոցիալական էջերին, մեր պաշտոնական կայքին եւ այնտեղից գտնել ձեր ուրեմն նախընտրած միջոցառումը, որովհետեւ շատ հետաքրքիր հյուրեր ենք ունենալու, լուսանկարիչներ, կինոգործիչներ, հաստատ դուք կգտնեք ձեր միջոցառումը այնտեղ։ Շնորհակալ ենք։
Ինձ հետաքրքիր է նաև խոսենք հետաքրքրության մասին, քանի որ 13 տարի է արդեն փառատոնը կա, տարեց տարի մենք զգում ենք տենդենսը, որ մարդկանց շրջանակում հետաքրքրությունը ավելի է ակտիվանում, քանի որ պետք է այսպես շատ ազնիվ լինեն, կան շատ ավելի ժամանցային փառատոններ, շատ ավելի հետաքրքրություններով եւ այդպես սննդային որոշակի բենեֆիտներով, այդ դեպքում ինչպիսին է մրցակցությունը։ Գիտեք, մենք որ սկսում ենք 13 տարի առաջ փառատոնը, մեզ շատ էին ասում այդ մտավախության մասին, որ գուցե նման ֆորմատով, հա, բովանդակության փառատոնը հաջողություն չունենա, իր հանդիսատեսը չգտնի, բայց ձնագնդի պես այս փառատոնը մեծացավ եւ այսօր դարձել է այնպիսի ձևաչափ, որ մենք նաեւ հյուրընկալվում ենք, հա, տարբեր երկրների փառատոններում ներկայացնում ենք եւ երբեմն նույնիսկ անում ենք, հա, վարպետության դասեր, սեմինարներ ներկայացնելով մեր ձևաչափը, սա մեր բոլոր գործընկերների, կամավորների շնորհիվ է, որովհետև փառատոնը ունի ընկերների, կամավորների շատ մեծ բանակ, ովքեր կայացրեցին այս փառատոնը իրենց ներդրումով եւ մենք ընտրեցինք բովանդակությունը, հա, որը որ կարծես թե այդ ձեր ասած մի քիչ ժամանցային չէ եւ չունի այդ կոմերցիոն մասը, որը կկարողանար իրեն պահեր, բայց մենք ընտրեցինք այնպիսի ֆորմատ, որը կհետաքրքրեր, հա, օրինակ համերգային այդ գեղեցիկ ծրագրերը, գունավոր բարձերը, որը երիտասարդությանը գրավում էր, եւ sense ճակերտների մեզ ասեմ, որը իրենց ծուղակն էր գցում, հումորային իհարկե արտահայտություն է, որը այդ հենց համերգային ծրագրից հետո մենք ցուցադրում էինք այն կարևոր ֆիլմերը, մոտիվացիոն։ Եվ իհարկե որակն է շատ կարևոր, որպեսզի ֆիլմերի բովանդակությունը որակ այնպեսին լինի, որ հետաքրքրի հանդիսատեսին, որի միջոցով մենք կարողանանք այդ բարձրացնենք այդ խնդիրները, մոտիվացիոն, հա, մասը ցուցադրենք մարդկանց, այսինքն ձևաչափներ կարծում եմ հենց գաղտնիքի սկզբանե, որ պիտի այնպիսի վառ գույներով անենք, որ բոլոր տարիքային խմբին հետաքրքրեր, որովհետև երբ որ մենք լսում ենք հոգևոր ֆիլմերի փառատոն, դա մարդիկ երբեմն շփոթվում են իրենց մոտ, որ դա կրոնական ուղղվածություն ունի, բայց ոչ սա, եթե այսպես ավելի ռուսերեն բառը կա համապատասխան դուխովն է, այսինքն մենք անդրադառնում ենք այն խնդիրներին, որը բոլորին է հետաքրքիր մարդկային, հա։ Վստահ։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք մեզ հյուր գալու համար, շնորհակալություն մեր հեռուստադիտողներին մեզ հետ մնալու համար։ Լույս առավոտին ավարտում է իր աշխատանքը, իսկ դուք մնացեք Կենտրոն հեռուստաընկերության եթերում։